դուրս եկեք դուրսում պատմեք եւ աշխատանքի ֆանդամենտ չէ խնդրում եմ ծառայության աշխատանքից դեպի բան ունի ասելու ես չէ ես ճշտում եկեք չէ բայց խնդրում եմ դուք վերջնական ճշտում եթե ճշտելու բան խնդրեմ ես ասում եմ ճշտեք որոշեք եթե խոչը ոչ չկա բանչ ասեցի բայց ես նրում ինչ խնդիր կա որ եկել եմ ձեզ խնդրում եմ որցի դուրս գա բանչ ասեցի որը վարակույն սամանապատում կա ծառայության աշխատակիցը խնդիր է տեսել երևի եւ այլ մակարեն աշխատող եք կբարձրացնեք ինչ բայց հիմա ես չեմ ուզում գարաբական կառույցները բան վերածենք պարոն Մակարյան խնդրում եմ ճշտեք Արտուրին ասել ես կպնի Արտուրը կպնի մեր լայվը Հարգելի բարեկամներ հասկացեք որ աշխատանքի անխափան գործունեության համար նաեւ պետք է պարոն Մակարյան ճշտի ինչ Սա որ նա ավելի հետաքրքիր է ինտրիգա խնդրեմ պարոն Մակարյան եթե լրագրողը մեր գործընկերոջ հասն է բան չասեցի հաս չէ մեր գործընկերոջը լրագրողին տանում են դուրս ինտրիգա աշխատակազմի ղեկավարին հետ ինքը չպատասխանեց ինձ ամեն չնայած իրեն մեսեջ եմ ուղարկել։ Հիմա ես ճշտեցի, որ կանոնական օրենքն չկա կետ, որը արգելում է ինձ գտնվել այստեղ հանձնաժողովի նիստերի դահլիճում, որտեղ նաև ինձ հայտ ուղարկած։ Այդ մասով ինչ է, կդիմեք այդ հարցերով աշխատակազմի։ Դիմել ենք, ինչ անենք, մի հատ է վարչական դատարան դիմենք։ Որտեղ ուզում եք դիմեք։ Հիմա դուրս են գա։ Ձեզ հրահանգել են, Մեկ դուրս են։ Ոչոքի հարցերին չեմ պատասխանում։ Խնդրում եմ արգելի լրագրողներ, ոչոքի ինձ հարց չտա։ Ձեր ծառայության հետ կապված որևէ խնդիր չունեմ։ Մենք ձեր հետ խնդիր չունենք։ Հարցը նրանում է կայանում։ Հիմա դուրս են գալի։ Եթե չէ, մենք ձեզ դուրս ենք հրավիրել։ Ինչ եք անելու։ Դուրս ենք հրավիրել։ Պատգամավորների նման ձեռքերս բռնել եք կանեք։ Հարց մի տվեք ինձ։ Հարց մի տվեք։ Հարցեր ունեք, դիմեք աշխատակազմի հետ։ Չէ, ես դիմել եմ, չեմ պատասխանել։ Այդ ձեր խնդիրը։ Հիմա դուրս են գալի։ Հիմա դուրս են գալի։ Հիմա ես պատգամավորի հայտով եկել եմ։ Չեք կարա դուրս։ Պատգամավորի հայտով։ Sorry. Արտուր ջան, շուտել իստեղ լրագրողին ծեծելով տանը։ Դիտի կտրեք։ Հարցը Ալեն Սիմոնյանից, սա իր մանրախնդրության փոխադրության հերթական դասավորումն է, ուրիշ ոչ մի բան, որը այստեղ եղավ, սկսվեց այս դահլիճից, հենց այս հաստատից, հիմա շարունակված է։ Դե մուտքը արգելվում է լրագրողներին։ Արգելման հրամանակը բերեց տեսնել։ Դուք հիմա ժողովի տարածքը։ հաստատակցում եմ հետ։ Դուք հիմա դուք եք ապօրինի։ Չէ, Այսինքն ձեզ ասել են, որ պիտի լրագրողի ձեռքերը մոտորեք ապօրինի հրաման։ Դատի Ալենյան դրալեն մեկ հարցերը դիտամիջը դուք եք անում։ Հիմա ես չեմ եք այստեղ ես քեզ ներկայացրեցի, բայց ինչով գնա։ ասեցի, որովհետև ձեր հարցերը աշխատանքի հետագայում։ Դուք ասեցիք չեմ գալի։ Բայց մի րոպե, ասացի, որ ասում եք, որ աշխատանքի
Մանուկյանը ձեզ դիմելա, չէ՞ որ դուրս գաք տարածքից։ Մանուկյանին ես ներեկացրի։ Դե գնացի, հարցը զրույց չեմ տալի, չէ թողեք, դուրս է գալիս, չենք ձերքել չենք, որովհետև մեր օրինակա պահանջի քնարիք չէր ենթարկել, ես ասեցի դուրս են գալ, հայն ասեց դուրս չեն գալ։ Դուք համարում եք, որ օրինակը 10 ապօրինի է։ Դե հիմա որտեղ դուք ապօրինի հրահանգ եք կատարում։ Դա աշխատակազմի ղեկավարը շատ է ջոգում օրենքներից, որ մի հատ էլ բան անի։ Աշխատակազմի ղեկավարը դիմելով չի հասկանում։ Հարգելի աշխատակիցներ, մարդը հայտով եկել է։ Թույլ տվեք գնա, ինչ խնդիր կա։ Հիմքով է։ Էսի հիմքով է մարդուն դուրս հրավիրում շենքից։ Ինքը պատգամավորի կողքին նստած Ոչինչ հարցերի չեմ պատասխանում։ Չեմ պատասխանում։ Լավ եկեք թողենք բան գնա հիմնից աշխատակազմի ղեկավարի մոտ։ Բայց վերջին հանցագործն է։ Ուրեմն մեր աշխատանքին մի խոչընդոտեք, որ ձեր մեկ ձեր աշխատանքը չենք խոչընդոտում։ Դրա համար մեկ Ղեկավարը չի կարողացել հողումը ներկայացնել, չկա օրենքի հետ, որ ես իրավունք չունեմ ընդդեմ գտնվելու, չկա այդ օրենքի։ Այդ Ալենի ու Դավոյի հորինածն է։ Այդ օրենքը իրանք են հորինել, իրանք չունեն ուրիշ օրենք։ Հասկանում եք, իրանք հորինում են այդ օրենքները։ Ոնց ապօրինի ձգել են պետք։ Ոնց ապօրինի արժեք ստանաք։ Դե ոնց մենք այսինքն Ապօրինի ո՞ր օրինական հարգելի պպծախ օրինական պատգամավորի հայտով իջել է։ Օրինական պատգամավորի հայտով Դե որտեղ Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Արաքելյանը չեն ուզում որ ես գտնեմ եմ ազգային ժողովում եւ իմ մասնագիտական գործունեությունից։ Ինչ հայտով եք իջել։ Ես մտել էի շենք Գեղամ Մանուկյանի հայտով, որը Պաշտպանության հանձնաժողովի անդամ է, եւ ես իրավունք նախապես ճշտել եմ, իրավունք ունեմ գտնվել այն տարածքում, որտեղ падգամավորն է գտնվում։ Ես եկել եմ լուսաբանելու այդ падգամավորին եւ հանձնաժողովի նիստը։ Ինձ ասում են կարող են լինել միայն իր падգամավորի սենյակում, բայց այդպես օրենքի կետ չկա։ Հղում չկա։ Ապօրինի է։ Դերսում, որը տիկա։ Ո՞ւր է ձեր ղեկավարը պպծ գներեք։ Ու հրահանգով եք վաղեի դուրս հրավիրում Դավիթ Ավելի, հարգելի լրագրողներ, մենք ոչոքի չենք բրդում։